3 օր հետո եղբորս ոտքերը սկսել է ուռել, դիմել է բուժմաց, ասել են, որ դեղեր էին նշանակել, որ խմի, դեղերը ընդունել է, դեղերը խմի կիչնի, անտարբերություն, հետո եկել է կարերի քանդելու ժամանակը, այնտեղ այդ բուժմասում եղել է մի մարդ, ով քոր է եղել, աչքերի տեսողությունից, զուգահեռ մտրածն է քոր լինում, եղբորս վիրահատության 1 տարը մի կերպ քանդում է, մյուսը կիսաքանդ թողում է մսի մեջ։ Շարունակեք։ Հա, այդպես եղբայրս ուժեղ ցավեր է ունենում, դադարեցնում է, դրանից հետո նորից սկսում է եղբորս ոտքերը ուռել, ջերմություն է ունենում մի քանի օր, ես դիմում եմ բուժկետ, խնդրում եմ, որ եղբորս տեղափոխեն Աջափնյակ բժշկական կենտրոն, հաջորդ օրը տեղափոխում են, վիրահատող բժիշկը Կարեն Սուրենիչը, ես էլ եմ այնտեղ լինում, ինձ ասում է, որ բանը Գագիկի քույրիկ, իմ մեղքը այստեղ չկա, այնտեղ են ասում է, բանը քոր մկրատով, քոր մարդը ինֆեկցիա է անցկացրել, քո եղբորը ասում է, ես ինֆեկցիան մաքրել եմ, մշակել եմ, ասում է, իրան հետ եմ ուղարկել, եղբորս նորից հետ են ուղարկում Արմավիր քրեակատարողական, ու ոչինչ չեն ձեռնարկում։ Հազար անգամ ներողություն, այդ Կարեն Սուրենիչին դու չասեցիր թաղեմ քեզ, ծանր վիրահատություն կրած մարդուն, դու հաջորդ օրը վեկալեմ գրգմես Բերդ։ Իմ համարը չորնի ակցել, պարոն Ղուկասյան։ Ոնց է Կարեն Սուրենիչի համարը։ Կարեն Սուրենիչի համարը, հիմա ասեմ, մի հատ նայի, 091, բագոնց նայեն, ես իմ հեռախոսի մեջ, հեսա 1 վարկյան, Աննա Վարդապետյան, հաջորդ օրը վիրահատված մարդուն հետ, էնել ծանր վիրահատություն կրած, բանը հետ են բերում Բերդ, հա? 091, 40, 79, հետո, 07, Խարաշո, շարունակեք, այդպես, եղբորս վիճակը գնալով օրեցօր ավելի է վատանում, ինքը անընդհատ ասում է, որ ես ինձ վատ եմ զգում, ոտքս օրեցօր ուռում է, այդ բուժկետի անուսը ինչ տապանքա, գլխավոր մեղավորը այդ Գերգոյանի իր անուշն է, որ բոլորը իրան են ենթակա, ինքն է հրամայում քույրերին, բժիշկներին, ինքը անտերությամբ թողեց, ես այդքան հետևողական եմ եղել, 1 տարի 3 ամիս ես իմ եղբոր հետ հավատալ նստել եմ, պարոն Ղուկասյան, գնացել եկել եմ իմ աղջիկ հալով, զանգել եմ, ինձ ասում անհոգ եղի, Նարինե ջան, Այս լուսանկարները որ կան, մի րոպե Նարինե, այս լուսանկարները, որը որ մենք ունենք, ձեր եղբոր բան ոտքերը արդեն սևացած վիճակում, այս լուսանկարները որ օրվա լուսանկարներ են։ Հիմա ասեմ, այդ լուսանկարները բանը ուրբաթ օրվա ամսի 27-ի, հունիսի 27-ին, երբ որ ես եղբորս տարել եմ Մաքսի Գրիգոր լուսավորիչ։ Հիվանդանոցում պարտակ ես անձամբ իմ եղբոր ոտքերը նկարել եմ, որպեսզի ապացույցներ ունենամ, փոխեմ անուշի աչքը եւ մնացածների, պարոն Ղուկասյան։ Բա ընկեր բանը դատախազը Էվելինա Սաքսան է սպորնիկը։ Իան մեկը չասեմ, այս մարդը նման վիճակի մեջ չի գտնվում կալանքի տակ, պորնիկ։ Այդ հարցը տվել եք։ Պարոն Ղուկասյան, մեզ էլ է այդ ցավոտ հարցը հետաքրքրում։ 1 ամիս առաջ իմ եղբոր վերջին դատն է եղել։ Ես դրեցի Telegram, որպեսզի մեզ մի րոպե, ես դրեցի Telegram, որպեսզի հեռուստադիտողը կարողանա մտնի եւ նայի կալանավորի բան վիճակը։ Սա հոսպիտալի պայմաններում պիտի մնալ, այլ ոչ թե Բերդում։ Եթե այս վիճակով այդ մարդը ոնց պիտի փախնի, ագարկա, մարդասպանները գտնվում են ազատության մեջ։ Իսկ ինչ բանը ինչի մեջ է բան մեղադրում ձեր ախպերը, մարդ էր սպանել, մարդ էր բռնաբար է, ինչ արե։ Անմեղ զոհ է իմ եղբայրը եղել, պարոն Ղուկասյան։ Ասենք էդի են գործը չի, որ ես կովկեմ, ամեն ինչ ջրի երես դուրս կգա։ Իմ եղբայրը
Հետո Ինձ մի դատեք, մի բանի մեջ, որի մեջ ես չկամ։ դատավոր Մարիկյան Մեսրոպ Այո, այդ Մարիկյան Մետրոպը, պարոն Ղուկասյան, առաջի անգամ էր դատավարում, դրանից առաջ ես Անի Մարտիրոսյանն ա եղել։ Մի տականքել նայեք, դատի ժամանակ նստած իր օգնականի հետ բերանը բացում ծիծաղում էր, իր դատավորի աթոռը իր համար ծառուցել։ Լավ, ձեր եղբայրը մահացավ ամսի 1-ին հուլիսի, որտեղ եւ ինչ պայմաններում։ Իմ եղբայրը իրեն մահացավ Էջմիածնի վերակենդանացման բաժանմունքում, առավոտը 8-ից 20 տակած, Արմավիրի քրեակատարողականի տեղափոխել են Էջմիածին վերակենդանացում, սրտի կանգ ա ունենում, հետ են բերում, 10 րոպե հետո նորից սրտի կանգ ա ունենում, նորից իրան հետ են բերում, երրորդ անգամ արդեն գրանցվում է եղբորս կենսաբանական մահը։ Մահվան պատճառը Մահվան պատճառը ինֆեկցիա, ոտքի, ինֆեկցիան չեն հետևում, ոտքը տալիս է գանգրին։ Այսինքն սեպսիս, գանգրենոզ, բանը սեպսիս, համ սեպսիս ա եղել այլանվարակ, հետո վերածվել գանգրենայի։ Այո, բժիշկների, այսինքն այդտեղ մեկը չի պատասխան տալու, այդտեղ տասնյակ մարդիկ պետք է պատասխան տան, ասենք, գիտեք ինչի այդպես վարվեցին իմ աղբոր հետ, երբ որ գիտեին իմ եղբայրը ինֆեկցիա ուներ, ինչի չկանխեցին, ում էր պետք իմ եղբոր մահը, ես դա եմ ուզում։ Ձեր եղբայրը մահացել է հասարակական տարբերության, անտերության, մարդկային բոզիտղության պատճառով։ Իսկ ձեր եղբայրը խնամքի տակ, կին, երեխա, ինչ-որ մի բան ունի։ Ոչ, եղբայրս մայրը մահացած է, ունի 89 տարեկան սկրելոզով տարապով, ականջները չի լսում, ինֆարկտ տարած հայրիկ, ես ծնողազուրկ, առաջի կարգի ցմա հաշմանդամ երեխա, ես ձեզ ասել եմ, որի պատճառը եղել են նույնպես բժիշկները։ Մի րոպե, այսինքն ձեր եղբայրը իր խնամքի տակ ունեցել է զառամյալ ծնող եւ առաջի կարգի հաշվանդամ երեխա։ Այո, ցմա, մանկուց առաջի կարգի ցմա հաշվանդամ։ Ու այդքանից հետո տարեկողել են կալանք։ Այո, բոլոր դոկումենտները դատարանում կա, ես ինքս եմ տրամադրել, պարոն Ղուկասյան։ Եղավ, շնորհակալություն ձեզ, ես ցանկանում եմ, որ դուք պայքարեք, ձեր պայքարը շարունակեք, այնքան ժամանակ, մինչև չհանձնվեք ոչ մի պարագայում։ Շարունակեք մինչև մի լույս կբացվի Հայաստանի վերեն։ Ստեղ մեկը հարցատալի պարոն Ղուկասյան, ջրի նման գալի տեղ չես հասնում։ Պարոն Ղուկասյանը տեղ կհասնի, երբ որ դուք մտնեք քվյախուց եւ ձայն տակ պարոն Ղուկասյանին։ Այն ժամանակ պարոն Ղուկասյանը տեղ կհասնի։ Քանի դուք ինչ չեք ընտրել, պարոն Ղուկասյանը չի կարող գալ եւ ձեր ոռը պահել։ Ընկեր հարց տվող։ Եղավ